Ողջույն սիրելի հայրենակիցներ, մենք հաղորդաշարն է Հայք News լրատվականի եթերում։ Հայրական տատիս ամբողջ մարմինը պատված էր խորը սպիներով, փոքր էի ու հաճախ էի նրան հարցնում. «Տատի, ինչ հետքեր են մարմնիդ վրա»։ Պատասխանը մշտապես նույնն էր՝ կմեծանաս, կիմանաս։ Մեծացա ու ստացա հարցիս պատասխանը, բայց ոչ թե տատիցս, որն անվերջ լռում էր այդ մասին, այլ հորեղբորիցս։ Պատմեց, որ թուրքերը թիկունքից խփել էին թրով, այն դուրս էր եկել կրծքի տակից ու մեծ խոռոչ բացել սրտի մոտ։ Տատս հրաշքով էր փրկվել։ Ես ընթերցեցի մի հատված Մարտիրոս Ժամկոչյանի հետ տարիներ առաջ իմ վարած հարցազրույցից, իսկ այժմ ներկայացնեմ Մարտիրոս Ժամկոչյանին, թեպետ գիտեմ եւ վստահ եմ, որ շատերը նրան հրաշալի ճանաչում են։ Հայ ազատագրական պայքարի մարտիկ, նախկին քաղբանտարկյալ, Արցախյան ազատամարտի մասնակից, փոխգնդապետ եւ այսօր Մարտիրոս Ժամկոչյանը իմ հյուրն է։ Շնորհակալ եմ, պարոն Ժամկոչյան։ Ես եմ շնորհակալ։ Հրավերս ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ, որ ինձ հրավիրել եք ձեր տաղավար։ Պարոն Ժամկոչյան, մի փոքր գանք մեր հուշերից, մեր պապերի, տատերի հետ կատարվածից։ Իդեպ ես ուզում եմ նաև հիշեցնել, որ այն հարցազրույցը, որից ես մեջբերում արեցի, դա արվել է 10 տարի առաջ։ Այո, հայոց ցեղասպանության 100-ամյակի օրերն էին։ Եվ այդ հարցազրույցի ժամանակ էլ իմացա, որ դուք արմատներով Կիլիկիայից եք։ Այո։ Ես պիտի խնդրեմ պատմեք ցեղասպանության այդ բովով անցած այդ դաժան օրերով, ողբի, տառապանքի, հայրենազրկման օրերով անցած ձեր նախնիների մասին եւ հիշում եմ նաև մեկ դրվագ, հիշեցնեմ եւ լսեմ ձեզ 1909-ի Ադանայի կոտորածներից ասում եք հրաշքով էր փրկվել ձեր տատը, ում թուրքերը համարել են սպանված եւ նետել էին դիակների կույտերի մեջ։ Ուրեմն 1909 թվականի Ադանայի ջարդերն էին, դադիկս հաղթանտամ ինձպես հսկա եղել է 13-14 տարեկան եղել ժամանակ, թուրքերը ուզեցել են տիրանալ Իրան եւ տադս պայքարել է, դեսեր են գլուխ չեն անում, հրաձանի արջև իշտիկնոջով խփել են տադիս հետևից, դեպի սրտի կողմը եւ այս մասով պորտի վերևի հատվածով դուրս էր եկել բանը թուրը եւ այդպես ուշքագնաց ընկել է, կարծել են մահացած է, խփել են ուրիշ բաներ արել, բայց չեն հաջողել։ Ինչ որ է տատիկս գցել են թիակների խոցի մեջ, անցնում է մեկ օր, երկու օր այսպես այդ տարապանքներով բանով եւ ուզում է ուշքի չի գալիս ընդհանրապես գրեթե արնակամ ա եղած կողքից արաբներն են անցնում քոչվոր արաբները պետվիներ բան այդպես տեսնում են որ այնտեղ դնքոց է գալիս արաբները գալիս են մոտիկանում են նայում ջարը աղջիկա բան այսա վերցնում են վիրավորը տնում են գարկի մեջ եւ բերում են այդ Ադանայից մինչեւ Հալեբ բերում են փուջելով օրերով ամիսներ գտեվի եւ հասնում են դեր հանձնում են որբանոցին բան ավելի շատ ամերիկյան որբանոց է լինում North East Relief գազագերբությունն է որ այն ժամանակ հավաքում էր որբերին եւ այդպես տատիկից հետո ժամանակի ընթացքում լավանալից հետո բան բերում են Լիբանանի որբանոցները բան այնտեղ միավորվում են բարեկամներ ծանոթներ մեջտեղ են դուրս գալիս եւ ժամանակի ընթացքում այդ ամս տանում է բաբիկիս հետ ես ծնվել եմ բաբիկս հետ ես 2 տարեկանում բաբիկս է մահացել շատ բան չգիտեմ հոր կողմից բաբիկի մասին բայց գիտեմ որ ինքը աշխույժ մարդ է եղել բղնցակորձ ափսեներ բաները սարքել այսպես բաներ արել ձերքի շնորհքով այո հետո մամայից կողմը գա նույնպես մամայից կողմը մարասցի են մամայից հոր կողմը մարասցի են իրենք կաթոլիկ են կրոնով եւ ուժա հավատացյալներ են որը մեկ բաբիկիս եղբայրը Սիրիայի Քամիշլիի կարդինալներ
կարդինալներ Գրիգոր Այվազյանը մինչև այսօր իր անունը հիշվում է այնտեղ շուտ է մահացել օրերը ժամերը չի հիշում, բայց բաբիկս է եղել իր համար հերոս 16 տարեկանում Որ պապա, հայրական պապա։ Մոր կողմից պապս, Մանվել Այվազյանը։ Մանվելը եղել է 15-16 տարեկան, մի օր Խոջայի տղան Մարաշից անցնելու գյուղամիջյան ճանապարհներով հայ գյուղացիներին, բաներին վադաբանել է, ինչ-որ աղջիկներին նվզեցել իրանալ, ինչպես բաներ, պապս միտքն է բանում, այդ Խոջայի տղուն ոչնչացնում այնտեղ, նրա համար փախել է ինքը, միացել է շարժման, Ֆիդայիներին, այո։ Այդ ժամանակ ինքը բավական հերացել է այդ շրջաններից։ Հետո որ սկսում է արդեն սիստեմատիկ ցեղասպանությունը բանը, ինքը այնտեղ չի լինում Մարաշում։ Ինքը լինում է ֆիդայիների գյուղական շրջաններում, տարբեր շրջաններում, Ադանայից գնացել է Մարաշից գնացել է Ադանա, Ադանայից գնացել է Գեսարիա, բան, տարբեր դեղեր։ Հա, ինքը հիշատակվում է որպես Մարաշի հայտնի ֆիդայիներից է եղել։ Հիշենք նորից անունը Մանվել Այվազյան։ Մանվել Այվազյան։ Այվազյան։ Այվազյան, այդպես է գրվում, Այվազյան։ Իսկ հանրաճանաչ է դարձել ինքը նույնիսկ Չավուշին, Անտրանիկին, բոլորը այդ հանդիպել է։ Եղել է ինքը ինչ ասեմ, մինչև 22 թիվը ինքը դուբոյի մեջ էր այնտեղ, ողջ մնացել, հետո իր սպիտակցիով, իր բանով անցել է, եկել է Հալեբ, Հալեբում ֆրանսական բանակին է միացել, ֆրանսական բանակը, հետո Դամասկոս, հետո ընդից հետո Լիբանանի սահման, Բայսինի կողմ, Այսինքն անդադ եղել է ֆիդայական շարժման մեջ, ազգային ազատագրական պայքարի մասնակից։ Զինվորական բաները, հետո 20-ականների վերջավորության, 30-ականների սկիզբը դեղափոխում են Բեյրութ, Լիբանան, դա ամուսնանում է բան, ֆրանսիական բանակը իրեն հողամաս են տալիս, որ դուն սարքի Բուչամուդի արվարձաններից մեկում։ Եվ փաստորեն, երբ որ դուք պատմում եք, պապերի ինչ հայտնի խոսք կա, չէ, պտուղը ծառից հեռու չի ընկնում, հիմա իհարկե կանդրադառնա։ Դրա համար ես ասելիքս այն է, որ ուզում եք, մորական պապս հայրս որ ամուսնանում է մամայիս հետ, դուն չունենում, 3 երեխայով տեղափոխվում է այդ տանը, որ մորքուրներս ամուսնացել են, բաբս դղա չունեցել, 4 հատ աղջիկ ունեցել, ուրեմն մամայիս հետ ամուսնանում, մամայիս անունը Գուլիզար, ուրեմն ամուսնանում են 3 երեխա, առաջինը ես եմ, քույրս է, հետո մյուս եղբայրս է, ես եմ Սրբուհին, Օննիկը, հետո Վահանը, հետո Սիլվան, այդպես 5 երեխա ենք տունը, բայց 3 երեխա ենք, որ մոքրնես ամուսնացին, դադիկ բաբիկս մինակ են մնացել, ասել ինչի եք վարձով մնում, եկեք մեզ հետ ապրեք, բան, մեզ դեր գանենք։ Այդպես հայրս տեղափոխվում է այդ տանը, եւ մենք, ես փոքր էի, շատ փոքր էի, սկսել եմ բաբիկիս, դադիկիս հետ շփվել։ Այդտեղից է մեզ շատ բաների մեջ մտել, ես փոքր ժամանակ իրենք մենք չհասկանալու համար իրար հետ խոսակցության ժամանակ թուրքերեն են խոսում։ Հա։ Մեր փոքր ես դիմանաս ինչ է ասում, չէ, երբեմն հորս է հարսում, մորս է հարսում, հա, կբատմենք ինչ է ասում, չէին ասում, ասենք ցեղասպանության մասին են խոսում, ընդհանուր բաների։ Բա որ տարիքից եք իմացել ցեղասպանության։ Ես շատ շուտ եմ իմացել մոտավորապես առաջի դասարանից։ Հա։ Եվ ձեր մոտ ինչ հարցեր են առաջացել։ Հա, նշում են։ Այո։ Ինչ էին պատմում ձեր պապերը, տատերը։ Դե մանրամասները ինձ բան չեն, մեր դպրոցում բան չեն անում, սկիզբը Նազարյան վարժարան են գնացել առաջի դասարանից, այնտեղ պատմում են, որ ապի 24-ը ցեղասպանության հյուր օրա, բանը, հետո ցույցեր են անում, ասենք միջոցառումներ են կազմակերպում, մասնակցում ենք երեխեքով, բան։ Դա Լիբանանում, դա որտեղ։ Լիբանան Բուչամուդի գոմերն է ընդհանրապես, մեր ապրած մասը Բուչամուդի դուրս է, բայց շատ կպատ է, սինեֆիլ է գոչվում,
Սինելֆիլ, դա մեր թաղամասներ։ Պարոն Ժանկոչյան, իսկ որ տարիքից այդ գիտակցումը եկավ ձեր մոտ, հա, որ հայրենիք եք կորցրել։ Ես որ այդ դպրոցից տեղափոխվա, եկա իմ տան մոդի դպրոցը Արամյան վարժարան, հայկական դպրոց էր, նորից մեր դնորենը խիստ մարդ էր, ազգային կետնի վրա խիստ նույնպես այդպես բանջադեր, անունը Սարգիս Բալյան, Կանադայում մահացավ, Լիբանանի պատերազմից հետո գնացել էին Կանադա ընտանիքով, այնտեղ մահացավ, հայկական գրականության մեջ ինքը գիրքեր ա դբեր, ինքը շատ ուժեղ մարդ էր։ Այսինքն դաստիարակության հարցում մեծ դեր է ունեցել, հա, այդ սերնդի։ Իմ դպրոցական բանով, այո, իրենք լինելով դպրոցը մեծամասնություն դաշնակցականներ էին, ես խորովական էի այնտեղ։ Խորովականը, քանի որ երբ որ արդեն ուղեղս հասնում էր, թե որն է ճիշտ, որն է սխալ, շատ բաներին չէի հետևում, ես ինքնուրույն էի, տարբեր խմբակներ էին։ Այսինքն դուք կուսակցական չեմ եղել կյանքում։ Մինչև այսօր չեմ եղել, ոչ մի կուսակցության չեմ ենթարկվում, չեմ էլ ուզում։ Իմ երկիրս իմ կուսակցությունն է։ Ինչպես ասել է մեծ Անդրանիկը։ Այո։ Իմիջ այլոց իմ կորձունատյան մեջ Անդրանիկը դերակատարություն ունի։ Ինչու հետո Լիբանանի պատերազմը սկսավ 75 թվականին։ Մինչև 75-ը գալը ինձ համար հետաքրքիր է ձեր պապիկը, տատիկը, երբևէ մտածել են, որ կգա այն ժամանակ, երբ որ մենք հետ պիտի վերադառնանք դեպի մեր երկիր, Արևմտյան Հայաստան։ Օրինակ իմ տատիկը, իմ պապիկը Կարսեցի, այդ երազներով էին ապրում եւ ասեմ ձեզ բանալիներ գրպաններում դրած էր, որ պիտի դառնանք դեպի Կարս։ Ես կուզեմ այդ զգացողությունները ներկայացնեք։ Բաբիկս ոչ թե ասում պիտի վերադառնանք, պետք է վերացնենք դրան։ Ես ինչու համար բաբիկիս հետ որ շատ է շփում, մեր տունը կողքը մի հատ խրճիթի պես բան է սարքել, դա իր միջավայրն էր, մարդ իրավունք չուներ այդտեղ մտնա։ Երբեմն ինձ կանչում էր, նստեցնում էր գիրկը, բան, այսպես, ես ամբողջ ինչ որ ուներ նայում էի սենյակում։ Ուրեմն ինչ էր բերել հետը։ Իրա հանչերն էր բերել։ Ինչերը։ Դաշունը։ Դաշույնը։ Իրա դաշունն էր բերել։ Իրա ադրճանակներ հետը ռևալվեր։ Անունը Քարադաղ, թուրքական արտադրության Քարադաղ էր կոչվում։ Հետո եմ կարդացել, բանի, ինչի մակ, այդ զենքը գոյություն ունի դեռ։ Այսինքն կներեք պահված է մինչև հիմա։ Սուրբ գիրկը եւ իր նկարը սպիտակ ծիի վրա նստած, խաչված կապած պամպուշներով, զենքով, մոսին, ինչ ասած չի գա։ Այդպես Էդի ես նայում էի փոքր ժամանակ հպարտանում էի։ Ես հարցեր էի տալիս իրեն։ Շատ հարցեր։ Չխոսաներ, չէր սիրում խոսալ։ Քանի բոլոր հարազատներին գործընծրած, բաբենական, մորական եւ ինքը այդ վիճակում իրենք շատ հարուստ են եղել։ Հարուստ ասելու անասուններ են բահել, հողուն են։ Ամեն ինչ արել են, այդ ամեն ինչը գործընծրած է, դրա համար ինքը շատ է, բայց ինքը անդադ վճռական էր, ասում եմ, սրանց հախից մի օր կալու ենք։ Հա, մեր պապերը ճիշտ նկատեցիք, լռել են։ Իսկապես, օրինակ ես էլ որ հիշում եմ, պապիկս միշտ ցավով լռում էր, կարելի ասել։ Տատս ասում էր խոսի, պատմի, որ մեր երեխաները, թոռները իմանան ինչ է կատարվել ցեղասպանության ժամանակ, իրենք ցավից լռում էին։ Որ թուրքերեն են խոսում, դադիկ պապիկս իրար հետ, կարևոր բաներ իրար հետ քննարկում, թուրքերեն էին ասում։ Որ չլսեիք, հա, հասկանալ։ Որ չհասկանայինք ինչ են ասում։ Ես հետո մամայիս է ասում, բան, փոքր ժամանակվանից հիմական չսովորել է իրենց խոսակցան։ Ես շուտ ըմբռնող եմ բաները։ Ես թուրքերեն այդպես եմ սովորել։ Իրենցից եմ սովորել, հետո բաբիկիս հետ սկսել եմ արդեն ավելի բաց խոսալ, ամեն ինչը բան իրար հետ, հետո պատերազմը որ սկսավ, բաբիկիս գողքի բայեստ ասեմ, սենյակ, ավիլյալ սենյակ մկար, այդ սենյակը ինձ համար դարձրել էր ինքնապաշտպանական շրջանի ինքնապաշտպանության բայստը։
Այսինքն, պարոն Ժամկոչյան, ձեր ազգային ազատագրական պայքարի մասնակից լինելը որ թվականից սկսվեց, որովհետև մեծ Եղեռնի 50-ամյակից հետո, չէ՞, ակտիվացավ այդ հայկական հարցի պահանջատիրության հարցը, ակտիվացավ ավելի։ Ես քեզ ասեմ ճիշտ 72-73 թվականներին ակտիվ գործունեություն եմ ունեցել զինյապայքարի, բայց ավելի շատ ներքին քաղաքականության բանով Լիբանանի, մենք այն ժամանակ երիտասարդ հայ խմբակցություն ունեինք, երիտասարդ հայի ամենաերիտասարդը ես էի, որ Ալեք Ենքոմշյանն ակար մեջը եւ ուրիշ տղաներ ակային Կանադա, հիմա Կանադայում են տարբեր երկրներ են, շատերը մահացան իհարկե, ինձանից մեծ են տարիքով, որ գրականության մեջ գործունեություն են ունեցել հայ գրականության մեջ։ Այսինքն ստեղծագործող են այո, դրա մասին ես կարող Վարդանյանի հետ խոսացել եմ մի անգամ, գիտի ինքը։ Ինչ որ ես թերթ էինք հավաքում, թերթը ես էի բաժանում, հանքանակությունը ես էի անում, բոլոր հավազները ես էի ուտում։ Ումից, քանի որ այդ թերթի մեջը մենք հիմակվապես Facebook բան չի գար, թերթն էր մինակ դպակրականներ, որ մարդկանց հասանելի լինի, եւ ես էի այդ ռիսկը անում, գնում է բոլոր հայերի տուրերը խփելով, դալիս էի թերթը, ծերի դալիս էի, ասում սրտից ինչ է բխում, հանքանակություն եմ անում, մարդիկ դալիս էին, կոպեկներ են, բայց ես ստացականը երկու մասով էր, մեկը տալիս էի, մեկը պահում է, որ ինչ եմ ստացել, ինչ եմ այդպես, ով ինչ է դվեր։ Ինչ ասեմ, դա այդպես ես ճոգեցի, թե գուսակցությունները ինչ խաղերի մեջ են Լիբանանում։ Դինի հնչակ, դաշնակ, ռանգավար, կոմունիստներ կային, չեզոքներ, ամեն տեսակ հայկական խմբակցություններ կային, իսկ մերը դարձել է բոլորի աչքուփուշը։ Որտեղ անկուսակցական էր, հա։ Այո։ Եվ մենք այդ թերթի մեջ քննադատում էինք բոլոր գուսակցության ղեկավարներին եւ իրենց արած գործերին։ Ինչու եք քննադատում։ Օրինակ մենք մի փոքր բան ասեմ, ասենք ապրիլ 24-ի օրը ջաշկերույթ են կազմակերպում, համերգ են կազմակերպում, բան, այդ ծախսերով գնան ուրիշ մի բան անել, այդ են քննադատում, արդեն մենք այսինքն քննադատում եք հաց ճաշկերույթ պատրաստելու անելու փոխարեն գնացեք երկրի հարցերը գծեք, հա։ Ազգային հարցերը, արդար է եղել ձեր քննադատությունը։ Չէ ինքը, բայց իրենց դուր չէր գալիս ու քննադատել իրենց, այդպես էր։ Դրանից հետո բախ չեմ ասի էդի, այլապես Լիբանանի գացությունը այնպես բերեց, որ 75 թվական, արդեն 73 թվականը Գուրգեն Յանիկյանի գործողությունը եղավ։ Գուրգեն Յանիկյանից հետո մենք սկսանք ավելի մեր քաղաքական ասել ուզեմ քաղաքական գեցվածքը Լիբանանի հանդեպ ուզում ենք դարձնենք ավելի շատ զինյալ Յանիկյանից հետո, բայց մարդիկ կային, դե իրենք ուրիշ մեր խմբակցության մեջ են, դա մարդիկ կային, որ շատ հայտնի մարդիկ են այսօր ողջ են, եւ Ֆրանսիայում են, մեծ պաշտոններ են, բան, սրանք կան, անունները հիմա չեմ դա գներվին հետո։ Իրենք ասինքն զինյալ պայքարի դեմ են։ Այո, դեմ չէին, պատճառ կդան, որ իրենք ուզում են գնան ուսումնին շարունակեն, մեկը Սորբոն գնաց, մեկը չգիտեմ ուր գնաց, Հարվարդ, ամեն մեկը մի տեղ գնաց։ Եվ հաստորեն այդ խմբից հեռացան։ Հեռացան եւ վախեցան զինյալ պայքարի բանով, եւ մենք մտանք 73 թվականին եմ ասում ես։ Եվ այդպես սկսվեց։ Եվ այդպես սկսեց, հետո Գուրգեն Յանիկյանից հետո մենք արդեն զինյալ պայքարը թեժացրել էինք, հետո Լիբանանի պատերազմը սկսավ 75-ին, արդեն մենք բացահայտ չէ, այլապես ուժեղացրած էինք մեր կեցվածքը։ Փաստորեն դուք ձեր գործողություններով, զինյալ պայքարով իլուր աշխարհի, այսպես այդ լռության պատը քանդեցիք, հայկական հարցի շուրջ լռության պատը քանդվեց, որովհետև նաև դատավարությունների ժամանակ էին դուրս գալիս փաստեր։ Դատավարությունն է, դա ուրիշ նյութ է, ուրեմն մենք որ 75 թվականին հայ գաղտնի բանակը ստեղծվեց, գուսակցություններին մի քիչ նեղություն էր դեր, դա շատ գուսակցություններին, շատ անդամների մասին չէ, ղեկավարների մասին է խոսում։
կուսակցությունների ղեկավարներին։ Որ կուսակցությունների ղեկավարներն էին նեղվում Նեղվում էին առումով, որ երիտասարդությունը իրենց մոտ սկսել են հարցեր տալ, ինչու մենք չենք անում նույնը։ Նրանք ասում էին, ով որ անում, ասենք, գաղտնի բանակը, այս գործողությունները բանը, կարող է հայ չեն դրանք, բան, այսպես բաներ են ասում։ Ինչով եք բացատրում այդ հանգամանքը, որ զինյալ գործողություններին դեմ էին։ Քանի սկսան երիտասարդությունը, ասենք օրինակ դաշնակցությունը, հնչակյանները, բաները, հնչակյանները, ասենք շատերը մեր կողմնակիցներն են եղել, հանգավարներից, սակայն մեզի քանի նրանք ավելի քիչ ոչ զինյալ էին, բայց իրենց մոտ կար այդ ազգայինը, իսկ դաշնակներին ավելի շատ ղեկավարվում է դրսից, Միացյալ Նահանգներից, Եվրոպայից, բան, նրանց հսկողությունը մի քիչ ավելի խիստ էր, քան թե մնացածները։ Բա որ ասում էին միայն զենքով կա հայի փրկություն, երգեր են երգում նույն դաշնակցականները, մյուս կուսակցությունների, այսինքն միայն երգի մեջ է ամփոփվել ամեն ինչ, ոչ գործնական։ Ես իրենց հետ ընդհանրապես բոլոր դաշնակցական այսօրվա ղեկավարությամբ եւ նախկին եւ Լիբանան բոլոր հետ լավ եմ եղել։ Ես կապ բան չունեմ եւ իրենք ինձ հարցնում։ Դե հայրենասեր մարդիկ շատ կան, չեն կարելի ասել։ Բայց եղել է թեմաներ, շատ կարևոր թեմաներ են, որ պետք է չեմ ուզում պրովոկացիաներ լինի այդ հարցով, բայց իրականությունն է, որ պետք է ասվի։ Օրինակ ես որ բացահայտվեցի 81 թվականին, ով եմ, ինչ եմ, մինչև այդ ես իմ հարազատներս, իմ հորեղբայրս Միրան Ժանգոչյանը Լիբանան Բուչամու թաղամասի մարտական ղեկավար էր, մարտական, եւ ինքը իր հատուկ թաղամաս ուներ, կուսակցությունը իրեն գիտեր, մարտականը Լիբանան, որ դաշնակցական մարտական գասես, դա շատ մեծ բան է, գործունեություն է, իրենք կհասկանան դաշնակների այդ մասին, եւ հորեղբայրս էր հարազատ, եւ որ ես բացահայտվեցի իմ գործողությամբ 81 թվականին։ Դրան հիմա կանդրադառնանք, շատ կարևոր էջ է ձեր կյանքում։ Ուրեմն իմ աֆիշներս դրել էին Բուչամու թաղամասում, իմ նկարներով բան, մեր տղաներից, գիշերը գալիս են, գպցնում են, գնում են թաղամասերում, էսի 81 թիվն է։ Լիբանանի պատերազմը կա թեր 6 տարի է անցել, դեր կա, Լիբանանի պատերազմը 17 տարի դեվեց, այդ առաջի մեծ պատերազմը։ Հորեղբայրս այդ թաղամասների պատասխանատուն բան, նկարները գպցրած իմ նկարներս, հորեղբայրս հորբատանում է, աղբորս տղան է, բան էսա, դաշնակցությունը գանչում է իրեն, ասում է, որ դու գիտեի, որ եղբոր տղան Գաղտնի բանակի անդամ է, բան է, էսա, մի քիչ գոբիդ են խոսում հետը, հորեղբայրս ավելի գոբիդ է խոսում, սկսում են քիչ մնաց խփոցի է գնա այնտեղ։ Ինչ որ այսպես աբիշ խոսակցություններ են, նույնիսկ հորս են նեղացրել այդ կողմից։ Հասկանալի է։ Դղատ ինչու համար այս գործն արել, այսպես բաներ։ Հա, ճնշում է եղել, այսինքն ձեր գործնայության վրա, հասկանալի է։ Բայց այնուհանդերձ մեր դուն էլ պատերազմ էր եւ ռումբեր են Գերդան վրա։ Հա։ Գրադի ռուսերեն ասեմ, գրադի սնարյադեր են գեր։ Մեր դունի ննչասենյակ բան մեծ կորուստներ խոհանոց բան գործանվել էր, այդ կողմից ոչ մի օժանդակություն իրենցից։ Հա, հասկանալի է։ Պարոն Ժանգոչյան, փաստորեն կարող ենք ասել, որ երիտասարդները, հայ երիտասարդները վրեժը դարձրեցին հայոց ցեղասպանության, հա, մեր պապերի, տատերի կորուստը, զոհվելը, սպանությունները, հայրենազրկումը։ Ոչ թե վրեժեր է, այլապես մենք մեր հուշերը թարմացրեցինք։ Բայց դա վրեժարություն չէր։ Վրեժարություն ազգային ազատագրական պայքարի հիմքում վրեժարությունը չէր, որ արտնացնենք նոր եկող սերունդին։ Այո։ Դա էր նպատակը։ Զարթնիր լաոներ իսկականից։ Այո։ Եվ դա ձեզ հաջողվեց։ Մենք մինչև այսօր հաջողված կհամարեմ դա։ Հիմա ես փաստորեն ձեր կենսագրության մեջ այդ շատ կարևոր էջն է 1981 թվական, եթե չեմ սխալվում, հունիսի 9-ը, երբ Ժնևում թուրքական դեսպանատան զինվորական կցորդի Մեհմեդ Երգուզի, եթե Մեհմեդ Սավաշ Երգուզ։ Ահա։
այդ գործողությունն եք իրականացրել։ Ինքը զինվորականացելով ինքը իրեն ներկայացնում է Ժնևում Շվեյցարիայի այդ մասնաբաժնում թուրքական կոնսուլատի քաղաքնեծարական ղեկավարներ եւ ինքը պատասխանատու է Եվրոպական թևի մեծամասնությամբ ինքն այդտեղից գարավարում արմատներ գցում ինքը համարում է հակահայ, հակահերյա չէ, ինքը այդպես բացահայտ չէ, ինքը շատ հակահույն ավելի ամեն ինչ կա, ինքը նույնիսկ ամուսնացած է Շվեյցարիայի քրիստոնյա մի աղջկա հետ, երեխեքա ուներ, բան, ինքը այնպես է ներկայացում, որ ինքը ազնիվ, հարուստ մարդ էր, բան, այսպես, եւ հայկական համայնքի մարդկանց հետ է շփվում, հույն համայնքի, քուրդ համայնքի այնտեղ ասուրիները կային, բոլորը շփվում, բայց չեն գիտեն, որ Թուրքիայից փախած մեկն է ինքը։ Այսինքն ինքը գործակալ է եղել, փաստորեն կարելի ասել ներսում, եւ իրեն հեռացնելը, այսպես ասած, շատ կարեւոր է։ Ես հունիսի 3-ին եմ հասել դեռ 81 թվականի հունիսի 3-ին, հունիսի 9-ին կատարել եմ իմ գործողությունը, 6 օր իրեն հետևել եմ։ 6 օր, այդ 6 օրվա մեջ ես որոշել եմ, թե ինքը ով է եւ ինչ է անում։ Հիմա պարզ մենք չունենք նրբությունները մարդկանց ինֆորմացիա կարողանում։ Դե հիմա թափանցիկ է դարձել աշխարհը։ Այն ժամանակ դժվար էր։ Դժվար էր։ Եվ ես միայնակ էի։ Միայնակ գործող եմ ես։ Եթե ամեն ինչ ես մինակս եմ արել եւ բացահայտել եք։ Եվ որոշել եմ ինքնային թիրախը։ Բա ոնց կարողացաք ճեղքել այդ ամեն դեպքում ինքը եթե գործակալ է եղել, պաշտպանված է եղել, չէ՞։ Սովորում ենք այդ ամեն ինչը, մեր զորամասերում ունենք զորամասեր, որ 10-10 բաներ անցկացնում են մեզ, դա ինձ համար եղել է դպրոց, ոչ թե զորամաս։ Եվ իրականացրիք գործողությունը եւ սկսվեց այնուհետ դուք կարծում եմ հենց ամիջապես եթե չեմ սխալվում ձերբակալվել եք, չէ՞։ Ես գետնան ժամանակ այդտեղ չէի ուզում խփել իրեն։ Ես ուզում եմ որ ինքը գնա այդտեղը որ հավաքվում են այդ հայը, հույնը, բան, այդ խմբակցությունը, այդ օրը պիտի հավաքվեն։ Ուզում եմ որ այնտեղ դեղի վրա խփի բոլորը աչքի առաջ։ Ինքը նրանից 2 օր առաջ ես իրեն հետևում էի, բայց զինված չէի։ Հետևելու ժամանակ չէի զինված։ Պարզապես հետևում էի, իրենք վախի մեջ էին, գիտեին որ մի բան պիտի լինի, ինքը 3 տիկնազորով դուրս եկավ։ Իր տիկնազորն հետ։ Ուրեմն ես մեքենա չեմ օգտագործել, ոչ հեծանի, ոչ մի բան, ոտով ես ինձ Ես մերվել էի Շվեյցարիայի ժողովրդին, որ ես իրենց նույնանման, ես շատ եվրոպացի նման եմ, այսպես ասեմ, մերվում էի այդ բաներին։ Ես թաքնվում էի մի հատ կոնսուլատի դիմացը հողատնտեսական ուսումնական վարժարան կար։ Ես այնտեղ ուսանողների հետ այդտեղից հետևում էի ինչա կատարվում իրենք շենքի մեջ չորոթարգում էին հավասար էր այդ դպրոցը փլորի վրա էր եւ այնտեղ տեսնում էի երբ որ դուրս է գալիս ես իրեն տեսնում էի ուրա գնում ինչպես է գնում ով է գնում հետևից ամեն ինչ հետևում հերվից մոտավորապես 50 մետր չի գար այդ հեռավորությունը այդպես ես այդ օրը ինքը 3 տիկնազորով քանի մերոնք սպառնացել էին գաղտնի բանակը որ այսպես բան բիդելա փագեք կոնսուլատը այսպես բաներ ես այդ օրը այնտեղ էի դեսա այդ 3 տիկնազորով ինքը քայլում էր ես եկա գողք կանգնա այսպես ոնց որ ես կեֆտու ենք գանա գարմիր լույսին փողոցը գանցնենք ինքը գնում էր դեպի այդ ուղղության վրա այդ մարդկանց հետ հանդիպելու եւ ես անցնելու ժամանակ տիկնազորի պատասխանատուներ ով էր չեմ գիտեր ասեց թուրքերենով ասեց աբիեսելի ախպեր ես ջահելից ես կասկածում եմ իմ մասին ղեկավարին ասում Մehmet Savaşին ասում Mehmet Savaşը գարժահասակ բեխերով այսպես որ տիկնազորը այստեղ էր դեսավ ես կամերայի մոտ եմ այսպես նայեցավ այսպես ասեց թողեք թուրքերենով թողեք նրան
դա երեխա է, դրանից բան դուրս չի գա։ Ես դու հասկանում եմ, ինչա, ես թուրքերեն գիտեմ, ես լսեցի այդ խոսքերը, միտքես ասեցի, ափսոս որ զենքս հետս չի։ Այդպես իրենց թողեցի առաջ գնան, ես հետո գնացի իմ կենտրոն, բան, հետո հաջորդ օր եկա ազգային տոներ, չեղավ, ամբողջ փագեին, մյուս օրը եկա զինված, այս Սավաշը իջավ, ուզում էր գնալ Մəhəmmədը գնալ իր գործերին, եկա նույն ինչպես որ այդ խոսքը սավ, այդ նույն դեղը նորից կողքը կանգնա։ Այս անգամ ես իրեն ժպտացի, ինքն այնց նայեցավ այսպես, հետո մի անգամ մի քիչ ավելի արագ նայեցավ, հիշեց 2 օր առաջվա իր ասած խոսքերը։ Հիշեց, թե ինչ իր տիկնաձորը ինչ ասեց եւ ինքը ինչ պատասխանեց։ Եվ ես իր գողքը կանգնա իրեն ժպտացի։ Ոնց որ կադու խաղային իրար հետ, այդպես սկսա պանիկայի մատնվել։ Մինագա տիկնազոր չունի։ Ես ուզում եի, բայց տիկնազորներն լինեին, այդ դրամա պատրաստ եկել էի։ Ուրեմն հիմա մտածեց հետ վերադառնա, որտեղից է եկել, մի քիչ դժվար է։ Ինքը մտածեց, եթե առաջ գնա, աջ թևի վրա մի հատ փոքր փողոց է, այնտեղ ոստիկանական կետ կա։ Կմիանա ոստիկաններին եւ կփրկվի։ Բայց ես գիտեի, ես իր ուղեղի մեջն էի։ Ես մտել եմ իր կերպարի մեջ։ Լրիվ 21 տարեկան եմ ես։ Իր կերպարի մեջ մտել եմ, թե ինքը ինչ է մտածում, ինչ է ուզում անի, բան այսպես։ Եվ ինքը մտածեց գնա ոստիկանության կողմ։ Ոստիկանության կողմը իր կոնսուլատից ավելի մոտիկ էր տեղը։ Եթե ուղիղ գնա, թեպի այդ հանդիպման վայրը, այնտեղ խփելու եմ ես իրեն, կապ չունի։ Բայց եթե ասի միտքես, եթե նույն ոստիկան թեքվավ, այնտեղ է խփելու եմ։ Ուրեմն ինձ բացահայտված եմ համարում։ Դրա համար թողեցի ինձանից ավելի առաջ գնա։ Ես միշտ հեռավորություն է թողում 5-ից 6 մետր իմ թիրախիստակն է, ոնց որ փախնելու դեղ չունի։ Եվ իր շարժումները, իր բաները իմ հսկողության դագեր։ Եվ մեկ տեսնամ աջ տեկվեց, ասի հա, գնում է ոստիկանություն։ Եվ սկսավ քայլերը ավելի մեծացնել։ Իմ քայլս իր 2 քայլն է հաշվում։ Այդպես։ Ինքը փորձեց ավելի արագ գնալ, եւ ես ամեն 2 քայլ ավելի մեծ արեցի, բայց էլի արագ էր գնում։ Ինքը մի հատ սխալ արեց, ես չէի խփելու այնտեղ, որտեղ խփել եմ ոստիկանությունից մի քիչ հեռու էր։ Ինքը ելավ կոստյում էր ակել, ցերկը գցեց, աջ ցերկը գցեց կոստյումի տակ եւ ուզեց ինձ վախեցնել ֆռա, իբր թե զենք ունի։ Եվ այդ գես բդույտը դեր լրիվ չեր պատտվել, իմ եւ իր մեջ 7-ից 9 մետր էր հեռավորությունը։ Ես 3 պամպուշ կրակեց իր վրա, մեկը գլխից, սրտից, մեկը ուսից։ Անբրեպ։ Կապավ այդ եւ ընկավ կետին, ես մոտիկացա, ուզեցի նորից կրակել վրան, տեսնեմ ինքը արդեն անշնչացած էր։ Այնա բան շատ էր, ասի արդեն վերջով եք չգա, ժողովուրդը սկսա պանիկայի մեջ մտնել այնտեղ բանը։ Մի պամպուկ դες որ ինքը ցածր էր իջնում կպելա, գնացել էր ներքևի հատվածում մեքենայի մոտորներ ծագեր, բան այդպես ժողովուրդը պանիկա 5-ից հետո 5:30-ի գոմերներ ժողովուրդը գործից դուրս էին գալիս այն ժամանակ դրամա խջողում էր մարդ չի վիրավորվա բաց իրանից թողեցի հերացա մի քանի րոպե հետո ամբողջ թաղամասը բաշարվա բան այնտեղ ծերպակալեցին ինձ եւ դատաբարդեցին քանի տարվա ազատագրում 15 տարի ազատազրկում մարտահրավերության հոդվածով եւ 10 տարի հետո ինձ ազատ թողեցին։ Դուք 10 տարի կրել եք պատիժ։ Շատ հետաքրքիր կուզեմ նաև անդրադառնալ դատավարության ընթացքին ձեր, որովհետև մեր տղաների բոլորի դատավարությունը, Նեմեսիսի նաև գործողությունում իրականացած բոլորի դատավարությունները իրականում փաստում էին
թե ինչ է տեղի ունեցել, թե թուրքերը ինչ են իրականացրել հայ ժողովրդի նկատմամբ, ամբողջ ցեղասպանության պատկերը դատավարությունների ժամանակ, թե Թեյլերյանի, թե մյուսների, բոլորի դատավարության ժամանակ վերհառնում էր։ Եվ ես երբ ուսումնասիրում եմ մասնավորաբար ասենք Նեմեսիսի տղաների իրականացրած այս պատմությունները, շեշտվում է հետևյալ միտքը, որ դատարանը անգամ այսպես համակրանքով է վերաբերվել մեր տղաներին, որովհետև հասկացել են, որ նրանք սովորական մարդասպաններ չեն, նրանք ահաբեկիչներ չեն, նրանք ազգի վրիժառուներն են եւ ոչնչացրել են այն մարդկանց, ովքեր կամ որոնց նախնիները կամ հենց իրենք ուղղակիորեն մեր ժողովրդին նկատմամբ իրականացրել են 20-րդ դարաշրջանի առաջի ցեղասպանությունը եւ մեզ հայրենազրկել են։ Ինչի վերածվեց ձեր դատավարությունը։ Իհարկե իմ գործունեությունը դրա հետ կապված է։ Որպես ցեղասպաններից փրկված թորնիկ, սերունդի ներկայացուցիչ եւ դադիկս թող չէր դեր այն ժամանակ հայրական դադիկս։ Այո։ Մենակ ինքն էր մնացած մահացել էին։ Ուրեմն իմ դատավարությունս ես այնպես օգտագործեցի չեմ ասի, այլապես ուղղությունը գնաց այն բանով, որ ես իմ դատավարությունը պետք է լինի ցեղասպանությունը ապրած, ցեղասպանությունից մազապուրց եղած այն մարդկանց հուշերը թարմացնել եւ բանջարդիրական դարձնել այդ ամեն ինչը։ Եվ ինչպես են գարել, մենք ունենք միություն ունենք, որ Պանդարգյանների իրավապաշտպան խումբեր ունենք հայկական բան, եւ մանեկան կդան Իտալիայում, Շվեյցարիայում, Ֆրանսիայում, Բելգիայում, որտեղ որ հայեր կային, որ փրկվել են Լիբանանից իմ դադիկներ, որպես ցեղասպանության վկա եկել էր վկայություն տա։ Այն տատիկը, որին թուրքերը հարվածել էին թրով։ Այսինքն ինքը որպես ցեղասպանություն վերապրած, ականատես ներկա եղել դատավարությանը։ Եվ դատավորը իրեն հարց տվավ, իրեն կանչեցին եւ ելա դատավարությունը թուրքերեն էր խոսում տատիկս։ Դատավորը մեր կողմն էր։ Իսկ պրոկուրատորյան ասենք փաստաբանական չէ այն մեղադրվող դատախազը դա իմ դեմ էր իհարկե գներեք ազգությամբ շվեյցարացի ամբողջ փաստաբաններ կային որ Թուրքիայի կողմից էին բան էդի հետ Թուրքիայի ներկայացուցիչն այնտեղ կոնսուլատի դադիկից հարց տվին բացեր տորնիկը մարդասպանա, բան, այսպես, այս գործունեությունն արել, ասում, տորնիկս մարդասպան չէ, նազին որա, իր ազգի վրեժնալու ձեր, այսպես, թուրքերեն էր խոսում։ Եվ բոլոր դահլիճը չէին բանամ, չեն հասկանում, ինչու՞ թուրքերեն է խոսում, հայերեն գիտի, բայց թուրքերեն է խոսում։ Դադիկիս ուրեմն գլխավոր դատավորը ելավ ոտքի գանգեց, ասեց, դիկին ասեց, բայց դուք հայ եք չէ, ինչի թուրքերեն եք խոսում։ Ընդ թարգմանիչ կար հայերեն եւ թուրքերեն, ասեց, քանի որ ասեց ժամանակին այդ շան թուրքերը մեզ արգելեր են, մենք հայերեն խոսանք, ինձ համար ավելի հեշտ է շան լեզուն խոսալ շաների մասին, այդպես թուրքերեն եմ խոսում, այդպես դադիկից մի քիչ խիստ գնիգեր ինքը ապրած դաժան Իդեպ դա էլ է ցեղասպանության տար, լեզուն, լեզվի հանդեպ, այսինքն դա մշակութային ցեղասպանություն էր։ Դա նրա համար ասեց, որ դրա համար մեզ արգելեր են հայերեն խոսան, նույնիսկ մեր սուրբ գիրքերը, որ տանը բահել ենք, բան թուրքերեն են թարգմանված, հայերեն գրել արգելել էին, այդպես։ Ընդ թուրքական դեսպանատան ներկայացուցիչը ոտքի գանգեց, բա դուք ինչու համար ես այսեք բաները խոսում, բան այսպես, ասեց ես ծեր ազգի արած գործունեությունը, բանը ես շատ լավ գիտեմ, ինչ են մտածում իրենք բան,
Շատ բան չարեցին դադիգից, որ աչքերը լավ չէր տեսնում, սկսեր արդեն։ Քանի տարեկան էր այդ ժամանակ տատիկը։ Եթե չեմ սխալվում, 85-6 տարեկանում մահացավ ինքը։ Նրանից 2 տարի հետո մահացավ։ 83 թիվն է, ես չեմ տեսել թաղումները, իհարկե հետո գնացել եմ։ Հետաքրքիր էր ձեր պատմությունը եւ փաստորեն այո մարտնչող ազգային ազատագրական պայքարի թորները պահանջատիրության հարցը դրեցին։ Պարոն Ժանկոչյան, ինչու այնուհանդերձ այդ հայդատը, որ միշտ ասել ենք պահանջատիրություն իրավական հարթության մեջ չտեղափոխվեց։ Տեսեք, այդ ժամանակ այդպես ձեր գործողություններով, հա, անընդհատ գնում էր թեման, պտտվում էր, աշխարհը լսեց, լռության քողը բացվեց, բայց պահանջատիրություն ինչու իրականում այն թղթածրարը չստեղծվեց հայության կողմից։ Թղթածրարը շատ անգամ ստեղծվել է եւ ոչ մեկը դեռ չի կանգնել։ Ինչու։ Ինչու, քանի որ միասնություն չի գա այստեղ, միասնական խնդիր է։ Հայերիս մեղքով է դա եղել։ Շատ անգամներ իրենց մեղքով է, օրինակ դա թիդավորություն կա դրա մեջ։ Չեմ ուզում չհասկանալ, բայց համաշխարհային քաղաքականությունը այն է, որ երիտթուրքերը եւ համաշխարհային գերդերությունների խորքային պետության մարդիկ անուններ չեմ տալու, գիտեմ ով են իրենք, այդ մարդիկ դրա հետևն էին կանգնած Ցեղասպանության։ Խորքային պետության մարդիկ կանգնած են մեր հայ Ցեղասպանության հետևում։ Եվ մեր հայ կուսակցությունների ոչ ուղիղ ձևով ֆինանսավորում էին։ Շատ ցավալի այդ փաստը լսելը։ Շատ ցավալի փաստը, դա ես մի քանի ժամանակներն եմ բացահայտել էդի, դա պրեմիերա է սեզ համար, որ երիտթուրքերը, իհարկե Օսմանյան կայսրությունից հետո երիտթուրքերը ով են կեմալականները համաշխարհային խորքային պետությունից ֆինանսավորվում էր, նույն հեղափոխությունը արեցին Ռուսաստանում, Լենինական, Լենինին, այո։ Բոլշևիկյան հեղափոխություն ֆինանսավորողն են։ Խորքային պետությունն այո, համաշխարհային։ Այսինքն ցարիզմը տապալեցին մտածված։ Հետո Ստալինը եկավ։ Ստալինին ագրցան դետեր բանան է, Ստալինը հասկացավ։ Պատերազմի կեսից հասկացավ։ Դրա համար զենք արավ, ասես շնորհակալություն գնացել։ Պարոն Ժանկոչյան, ինչու հայ ժողովրդի դեմ իրականացվեց ցեղասպանությունը։ Այդ ձեր ասած խորքային Օսմանյան կայսրությունը հիմնվեց 1400 թվականներից, իրենք հայերի հետ շատ լավ էին, հայության բոլոր տեխնոլոգիաներից սկսած օգտագործեցին, միտքը օգտագործեցին, մշակույթը օգտագործեցին, քոչվորին դարձեցին մարդ, եւ հետո իրենց շնորհակալությունը պետք է երկրին դիրապետես, մենակ իրենց այդ խոչընդոտը հայերն էին։ Հայերներին, հույներին գրցել էին, հույները շատ շուտ փոխվող են, բայց հայերը որպես պապինական հող, արարիչ մի ժողովուրդ էին եւ ասեմ աստվածային այդպես բանով է ստեղծված հայերը այնտեղ, մնացած ժողովուրդները եկվորներ են, հույներն է եկվորներ են, բայց եթե հունահռոմեականների ժամանակվանից այնտեղ են գտնվել, իսկ Օսմանյան կայսրությունը հայերին տեսավ խելացի ժողովուրդ է, արարիչ մարդիկ են, օգտագործեց եւ իրենց հարստությունները սկսավ կամած, շատ դանդաղ։ Այդ 300-400 տարվա ընթացքում ինքը կրծավ հայերին լրիվ մշակել իր կողմը վերածրել, լրիվ ինչ եմ ասում, այդ մեծամասնություն հարուստներին, ինտելեկտուալներին, ասենք բժիշկներին, ով որ կար, եւ ապոց Օսմանյան 18-րդ դարի, 19-րդ, 20-րդ դարի դիվանագիտական կորպուսը Օսմանյան, ով են, հայերն են ղեկավարում, ով գնաց Եվրոպա, թուրքը օդա լեզուներին չէր դիրապետում նույնիսկ այն ժամանակ, փորձում էին ստեղծեն իրենց դիվանագիտական կորպուս ասեն, իմակվա բանով,
Բայց չէ, հայերն էին անում։ Լինի արևտուրի կենտրոնները, լինի գիտական աշխատանքները, իրենց լեզուն նույնիսկ կեմալական փոխեց չէ, արաբերեն տարել դարձեց լադիներեն։ Ով էր արել, հայերն էին արել։ Հայերը կեմալը օգտագործեց նույնիսկ այդ ժամանակվա։ Այսինքն կայացրեցին հայերի միջոցով կայսրությունը, հա, բոլոր ոլորտներում, ճիշտ նկատեցիք, թե բժշկության մեջ, թե կրթության մեջ, թե դիվանագիտության մեջ։ Այդ ամեն ինչը, ինչ որ ասեցի, հիմա մի քիչ մեթոդներն են փոխված։ Ինչն է շարունակվում նորից, նկատի ունեք ինչը։ Ասեք հիմա նայեցեք, օրինակ մեր 2018 թվից այս կողմ ինչ էր կատարվել, նորենց իրենց գործն է։ Դրա մասին քիչ անց, իսկ ես ուզում եմ նաև հիշել Լորենց Արաբացին, հայտնի անգլիացի։ Հիշում եք իր գրառումներում ասում էր. Լինի Հայաստան, բայց առանց հայերի։ Այո, ասում էր 3 հայ եթե միավորվեն, պետություն կստեղծեն, պիտի ոչնչանան իրենք։ Եվ այդ ոչնչացումը պետք է որպես գործիք օգտագործեին հենց թուրքերին։ Դա նշանակում է, որ թուրքերը գործիք օգտագործվեցին որոշակի տերությունների կողմից։ Ես շատ ընդլայնվել այդ թեմաները ժամանակը չի երեք էստեղ Լորենս Արաբյան ինքը բացահայտ լրտես է, աշխատում էր անգլիական եւ արաբական եւ ասիական շրջանների բարձրատուներ եւ իր զեկույցները բոլորը ընթանում են Բեկինգհամ պալասում եւ ինքը այդ զեկույցների մեջ նշած է ինքը ինչ արել, ոնց արել, ով կա այնտեղ, հողի վրա քանի մարդ կա եւ ինչ ընթերքներ կա այնտեղ ինչի գրնանք օգտագործել, գնացքի գիծ կառուցեն, այդ ամեն ինչը այդպես էր այդ ժամանակները եւ Լորենս Արաբիայի զեկույցը ընդունվեց եւ հետո իրեն ոչնչացրեցին։ Հենց իրենք ոչնչացրեցին Լորենս Արաբիան։ Հետո հիմա գա, ասենք Անգլիայում գաբույտ քիրք են ասում, բան, դրա մեջ հուշեր կան։ Հիմա կարող է բացահայտվի այդ ամեն ինչերը մեջտեղ կա։ Նույնը Ամերիկան ունի, Ֆրանսան ունի, Ֆրանսիան Մարաշից ինչ արեց։ Հայերը զինվան, Մարաշը պաշտպանեցին, թուրքերը չգրցան մտնել, Ֆրանսիան եկավ, ասեց ես ձեզ պաշտպանեմ, ձեզ զենք պետք չի, մենք էստեղ ենք, մեր զորքը կդիմադրի, մի վախեցեք բան, Գիլեգիայի բանով եմ ասում։ Մի քիչ օրվա մեջ մի քանի ինչի եմ կանի վրա, դրան գնացին։ Այո, Սիերի ոտքերին այդ մեշոկի գդորները կապած, առանց ձայնի, առանց աղմուկի, հայկական զենքերն առան եւ թռան։ Նույն կերպ անգլիացիներն էին, չէ՞, ասում մեր հայկական լեռները չէին կարող բարձրանալ մեր նավերը։ Այսինքն ստացվեց, եթե ամփոփենք այս հատվածը մեր զրույցի։ Իմ ասածից վրա եմ գալիս։ Այո։ Եմ ասում եմ խորքային պետություն։ Այնտեղ կա երևացողները կան Անգլիան, Ֆրանսան, Գերմանիան, այդ ամբողջ երևացող խորքային պետությունը այս բոլորին է ղեկավարում ինքը։ Սելիկս դրա մեջ է։ Մարդիկ կան շատերը չեն հասկանալ։ Եվ այդ խորքային պետությունը փաստորեն կարևորեց առաջնային համարեց քոչվոր խորքային համաշխարհային։ Այո։ Հետո երկիրներին ոչնչացրեց։ Ամեն մի երկիր ինքն ունի իր խորքայինը առանցին, որ ստանում է հրաման դրանցից։ Ամներ չեմ տալու դրանց հասկանալի է, բայց խնդիրը այն է, որ սրանք ամբողջ իրար հետ եկած։ Չես կրնա ոյ մեկ։ Հիմա օրինակ ասեմ, մեր երկիրը այս Պուտինը ինչ համար, Ռուսաստանի ինչ համար նեղացնում են։ Պուտինը ինքը նեղացրել է ժամանակը, հիմա ուզում են նեղացնել, թագավորի ժամանակվան են, եւ որ թագավորին վերացրեցի, կոմունիստները մեջտեղ եկան բան, այս ամեն ինչը հիմա ուզում են ամբողջ երկրին դիրանան, այդ խորքային մարտիկ։ Պուտինը եկավ իշխանության, ինքը գիտեր, լավ կարդացել էր պատմաբան, ամեն ինչ գիտի, եւ սկսավ իր բարտկերը մարել։ Եթե երկիրը համաշխարհային բարկ չունի, այդ երկիրը պետք է ոչնչանա։ Պուտինին հիմա դրա համար են ուզում, ասենք Ռուսաստանին։ Էդի մի հատ նմուշ եմ ասում, նույնը Կադդաֆին երին, Իրաքին երին, այդպես բոլորը նույն մարդիկն են։ Այսօր չանեն, կարող 10 տարի հետո անեն։ Էդի լավ իշի։ Եվ հետո սկսում են ներքին պարակտումները ստեղծել, այսպես երկրներին տիրանալու համար այդ գունավոր հեղափոխություններ եւ այլն։ Իմ ասած խոսքերը չեն սիրում իրենք։ Հիմա ինչ որ ասեցի։ Որտեղ ճշմարտություն է։ Դա ճշմարտությունն է, եւ բաց այդ հիմա
Շատ են խոսվում, երախոսներում ման գազ կգտնաս այս ամենը։ Պարոն Ժամկոչյան, Թուրքիան ինչու չի ճանաչում հայոց ցեղասպանություն։ Տեսեք, ամեն դեպքում հետեւյալ պահը նաև կուզեմ հասկանանք։ Միացյալ Նահանգների նախագահները 51 թվականից, հետո գալիս է Ռեյգանը 81-ով այդպես, ճանաչել են հայոց ցեղասպանությունը։ Տարբեր երկրներ ճանաչել են։ Ինչու մենք 70 տարի, այս վերջի տարիներին եւս 30 գումարած անընդհատ պայքարում ենք, որպեսզի ճանաչեին։ Իսկ ժամանակը չէր, որ այդ ճանաչման շղթան ավարտեինք եւ անցնեինք պահանջատիրությանը։ Հիմա փաստորեն ես հանգում եմ հետեւյալին ձեր խոսքից, որ այդ խորքային պետությունը հավանաբար թույլ չի տվել, որ կայանա հայոց իրական դատը։ Թուրքիան ով է։ Իմ ասելիքս շատ մեծ բան է։ Թուրքիան գործիք է։ Գործիք է։ Թուրքիան որ հզոր պետություն է, չէ, 90 միլիոն ժողովուրդ, 1.5 միլիոն բանակ ունի, բան ունի։ Գոյություն չէ։ Բայց իրենք օգտագործում են ժամանակի ընթացքում։ Իրեն իրավունք են տալիս տողանի ցեղասպանություն, դիրապետում, երկիրը բան, գործանի, բայց հիմա սկսել են իրեն դեմ խոսալ այդ նույն խորքային մարդիկ։ Քանի ինքը Թուրքիան հասկացել է, որ մենակ ուզում է առանձնանա, բայց չի գնար։ Հիմա անգերը ծուղակի մեջ։ Տեսնենք ինչ կլա։ Արցախյան պատերազմ։ Այո։ Մենք կորցրեցինք 44 օրյա պատերազմի մասնակից եք դուք, ուզում եմ նաև դա շեշտել, որ մեր ունկնդիրը հեռուստադիտողը իմանա։ Արցախյան պատերազմի ակտիվ մասնակից Ադրբեջանի կողքին կանգնեց նույն Թուրքիան, եւ ոչ միայն Թուրքիան, Իսրայելն էր, Պակիստանն էր։ Ինչ կատարվեց, ինչու կորցրեցինք Արցախը։ Այդ նույն խորքային պետությունն է շարունակում հայ ազգի դեմ կռիվ տալ, հա, այդ մենք այդ ընթացքի հետ գործ ունենք։ Այո, այդպես էլ կա, բայց Թուրքիային մեծ ծուղակի մեջ են գցած այս բանին այդ թեմայով։ Արցախի թեմայով, թե Հայաստանի Ադրբեջանի թեմայով։ Արցախ, Ադրբեջանն նույն բանն եմ հաշվում, այդ խնդիրը որպես խնդիրը, որ Ադրբեջանը ստիպեց Թուրքիային, որ գա կողքին կանգնի, ֆիզիկական տերիտորիայում։ Դա Ռուսաստանը անընդունելի երևի, բայց բան չասեց հիմա։ Իհարկե շահեր են բռնում իրար հետ, բան, բայց դա ժամանակավոր է։ Կարծում եք։ Այո։ Մենք ժամանակավոր ենք կորցրել Արցախը։ Այո, ես հույսով եմ, որ ես կտեսնեմ դա։ Դուք շատ եք ուրախացնում, բայց ուզում եմ իրատես լինենք, ինչպես։ Քաղաքական կետնի վրա հույսով եմ, որ կվերադառնան շուտ ժողովուրդը այնտեղ։ Երևի այդ հույսն է, որ վախեցնում է Ադրբեջանին, որը դրած ավերում է ամբողջ Արցախի հայկականությունը։ Ադրբեջանը Չինաստանում է այսօր։ Սի Ջինպինի հետ հանդիպում։ Հա, հանդիպումը նկատում եք։ Հանդիպումը, նույնը բարսիկներն գնացել են հանդիպման, բայց Ադրբեջանը խառնաշփոթության մեջ է։ Այսինքն Արցախը դա քաղաքական կետնի վրա խառնաշփոթություն։ Հասկանալի։ Գողքի երկրների հետ լեզու գտնալու։ Հիմա ինքը արակացնում է մեր երկրի հետ կապված, Հայաստանի հետ կապված այդ ամբողջ խնդիրները, որ ինքը նորից դիրանա։ Այսինքն ինքը չի մարսելու Արցախի հարցը։ Արցախի գրավումը, օկուպացիան չի մարսելու։ Չէ, ես չի էլ մարսելու ընդհանրապես է։ Մեր արցախահայությունը հետ է դառնալու իր բնորոշ հայրենիք։ Իհարկե թուրքամետ մարդիկ փորձում են Արցախի ժողովրդի ասպես ասած այսօրվա գտնվելու վայրերից նորից այս դեյցապոգեն թող ամբողջովին երկից հեռանան աշխատանք է դարվում։ Հա, Հայաստանից արտագաղթելու ուղղությամբ աշխատում են, ճիշտ եք։ Դրա համար ես գոհորդորեմ բոլոր արցախցի եմ բարեկամ եղբայր քույրերին բոլորին, եթե գրնան դիմանալ, մնան այստեղ, քանի որ ինչքան որ ես 91 թվականին որ ես ոտ կողեցի հայրենիք եւ պայքարս առաջի օրվանից ես նոր բանդից դուրս եկել ես եկա Հայաստան Սովետ միություն էր։ Այո։ Հա, այդ դրվագին այդ անդրադառնանք, այդ շատ կարևոր էր, մանավանդ երբ որ տեղյակ եմ Վազգեն Սարգսյանն է ձեզ նաև հրավիրել
չէ։ Հա, 90 թիվներ ես դա որ շվեյցարական իշխանությունները ինձ հանդեպ մի քիչ հանդուրժողական են գտնվել, 15 տարի թադեցին, 10 տարի նստա, բայց վերջի 10 տարի չի լրանեց, ասեցին, որ պետք է դու նորմալ կյանքի սովորես, որ շփվես մարդկանց հետ եւ աշխատես դրսում գաս գիշերը բերդ, գես ազատ բերդ, այսպես կոչեն, semi liberté գսեն ֆրանսերեն, այդ ժամանակ ես դրսում աշխատում էի եւ գիշերը վերադառնում էի բերդ, եւ լինում էր, ասենք, ուպատ գիշեր, շաբաթ ազատ է լինում, դրսում էի, իրավունք ունեի, հարազատներիս հետ, մոդիկներիս հետ մնայի, եւ այցելում էի բոլոր դարբերներ, եւ մի օր լուր եկավ ինձի, որ Վազգեն Սարգսյանն է եկել, հայ համայնքի հետ է շփում, դրա համար գիտեի ես ամենը, համայնքի ղեկավարներից մեկը ինձ հետ կապնվավ, ասեց, որ գիտես, այս ինչ օրը Վազգեն Սարգսյանն է գալու հայ համայնքի հետ հանդիպի, 90 թիվն է էսի, 1990 թիվն է, աշնանը, դեր Վազգենը բաշտոն չուներ, մենակ դե ազատամարտիկների միության պատասխանատուներ, բան, էսկոմ, բան, ինչ որը, ես ասի շատ լավ, ես քանի հայկական լուրերն էի լսում, ամբողջ օրը ռադիոյով ապրում էի, այստեղ հետ կապված խնդիրներով, եւ այդպես հանդիպեցա իր հետ, եւ որոշեցի գամ Հայաստան, եւ Վազգենը ինձ ասեց, ես ամեն ինչ անելու եմ, որ քեզ բերեմ Հայաստան։ Մինակ դե Մոնտեն այդ ժամանակ եկել էր, 90 թիվի աշնանը Հայաստանում էր, ասեց ես կապս կպահպանեմ Մոնտեի հետ, որ մենք կոորդինացնենք այս ամեն ինչը, որ քեզ բերենք Հայաստան։ Եվ արեցինք, այդ ամեն ինչը արեցինք, այդ ուրիշ թեմա է, նրա մասին խոսում։ Հիմա հասնեմ Հայաստան։ Այո։ Եկել եմ Հայաստան 91 թիվ, հունիս ամիս, հունիսը շատ է գալիս իմ վրա, հունիսը շատ տեղեր կա հունիսից։ Հունիս ամիսն է, եկել եմ Երևան, Մոնտեն ինձ դիմավորեց, Զավենը մեր տղաներից եւ Գուսանը, Տիգրան Մեծի զոհված է ինքը, Գուսանը մարտական անունն է Գուսանը, ինչ որը Գուսանը դիմավորեցին ինձ այրպորտից, առավոտ ժամը 5-ն է, Մոնտեն ասեց կնանք հանրակացարան, կինո նայեն հանրակացարան, դու ներտանք սավ, ասի չէ, Մոնտե գներես, ասի, իմ առաջի գործունեությունս եկա Հայաստան հասա դուրսն եմ հիմա, փողոցն եմ, ինձ տարեք Վազգեն Սարգսյանի մոտ։ Ոսիտ մարդուց ասի ժամը 5-ին քնած է մարդը, մա չեն կնար հատնացնել բան, այն ժամանակ Հրազդանի տաճարներում էին մնում բոլոր այդ ստորապաժանման բաները։ Ասեց քնած կլա, ասի դե լավ է, երբ կարտնա, ասա կոնե մինչև 8-ը ժամանակ տանգեր էր, ասա, լավ ասեցի, ես անկուն եմ բան, բայց խնդիր չէ, ասի անպայման կուզեմ տեսնամ, որ ես իր հետ հարցերս մի անգամ են այսօր լրացնենք Վազգենի, հետո տեսնենք ինչ կարելի ենք անում, ես իմ նպատակս գնամ Ղարաբաղ։ Ուրեմն 3 ժամ ամբողջ Երևանը մանեկանք ավտոյով, լուսապացը տեսեր եմ, բան, քաղաքի վիճակը, ժողովուրդը դրսում։ Դա առաջին անգամ էր, որ դուք Հայաստանում էիք։ Հայաստան չեմ եղել, բայց իմ զգացումս այն է, որպես հայ, կարծես սա իմն էր, միշտ էստեղ եմ եղել։ Ինչ որ ես ամբողջ պատերի վրա նայում եմ նկարներ, բաստարներ, զոհվածների, Արցախի բան, հերոսներ նկարներ, բան։ Եկանք հասանք ժամը 8-նա, խփեցինք տուրը, բահակները բան, բացին, ասենք որ Մարտիրոսն է եկել, գիտեր որ պիտի գա։ Բան, հրամեցեք, Վազգենը իջա, փաթաթվեց, բան, հրճանքով, բանով, մի բաժակ կոնյակ, բան, ինչ որ ասում էր ինձ, որ կնակ ու ուրախությամբ քեֆիտ նայի, բան, դու բարով ես եկել Հայաստան, դու այստեղ խնդիր չունես, բան, ես կոմենգում, ասի Վազգեն, ես եկել եմ Գորդովա, եկել եմ։ Հիմա ես ինչ քեֆեր բաներ անեմ, բան։ Բայց չէ, ինչ ես ուզում, բան, ասեց, ուզում եմ Արցախ գնալ։ Ասեց ժամայցին նայեցավ, ասպես
քանի ժամ առաջ դուրս ես եկել Բերդից։ Ասի, հա, 24 ժամ չի գա։ Այսպես, ասի, չէ, սա ես քեզ արկելում եմ, որ գնաս Արցախ։ Այսպես, բան, ջղային ձևով իրա, բան, ասի, լավ ես, հիմա չէ երկարացնենք, ինչ որա, մնակ ինձ սենյակ տվին կինոնայր հանրակացար, ինչ որա, մի քիչ ուրիշա, հիմա հարցերն է, որ դուրս եկանք Մոնտեին անցնենք, Մոնտեինցի առաջին ասա, ամենակարճ ճանապարհը ոնց գնամ հասնեմ Արցախ։ Ձեր ուշքում միտքը Արցախ գնալն էր։ Ինչպես անեմ, որ հասնենք ֆրոնտ, բան, այսպես Մարդու ասեց, ինձ Մարդու էր ասում, ասել Մարդու, Մարդա ճամփա չի գա, վերտալյոտով ենք գնում, վերտալյոտը Սկոտյան տակա, բան, ասել գնաս կազմակերպել այդ մի բանը, Մոտեն ասեց, հա գլա, ինչի՞ չէ, սկսանք աշխատանքներ դանել, մեթոդները գտնել, որ ինչպես կնանք հասնենք այնտեղ, շատ բաներ կա, այնտեղ թղթակիցների թարգմանիչի անունի տակ մի անգամ թռանք, ես եւ Մոնտենի կանք տեսանք, ման հետո ջոգատ կազմեցինք, ջոգատի միացանք ավելի ճիշտ, Գորնիզոր ջոգատը կար, Արոյի ջոգատներ, ինչ որը ինչ ասեմ, զենք ստանանք։ Եվ այսինքն դուք մասնակցել եք Արցախյան պատերազմին։ Շամյանում էինք, առաջին արգելում էինք, հետո Տոդանի գրիվներն եմ մասնակցել։ Ես բայց մի բան գիտեմ, որ Մոնտեի մահից հետո Վազգեն Սարգսյանն ասել է Մոնտեին կորցրեցինք, ես քեզ չեմ թողնի, որ եւ բերել է ձեզ օգնական, չէ՞, այդպես։ Այդ ամեն ինչը, որ մենք Շամյանից հետո ջոգատ հիմնեցինք, 92 թիվի Քարնանը մեր ջոգատը, 17 հոգյանոց խումբ, փոքր ջոգատ, կոմպակտ, գիտագից եւ նպատակասլաց խումբեր, որ մեր ջոգատի բանը դրեցինք հայնասիրական ջոգատ։ Դիամոնտեի եւ մեր ստեղծած ջոգատներ, այս հայնադարձի տղեկ էին, Սիրիահայ, Լիբանահայ, որ շուտ 67-46 թվականի եկողների երեխեքն են։ Այդպես մեր ջոգատով Վազգենին սա փաստաթղթերը տվին, որ ջոգատը պատրաստ է, մենք պատրաստենք, հրաման ենք սպասում, շատ արագ եղավ այդ ամեն ինչը, զինամթերք, զենք, բան, մեզի ուղղությունը ցույց տվին, որ այսինչ օրը պատրաստ եղեք, բայց չեն ասում ուր ենք գնալու մինչև վերջի օրը։ Հետո որ հասկացրին ուր ենք գնում Ղարաբաղ, Արցախ, Մարտունի շրջան։ Գնացինք, իհարկե միսիայով ենք գնացել եւ Արցախի ժողովրդի հետ շփվել, բան, ամեն ինչը շահոյակապ էր, ամեն ինչ լավ անցավ։ Այդ փոքր 17 հոգի մեկ տարի չանցավ, հազարավոր ազատամարտիկներ միացան մեզ, Արցախցի եւ Հայաստանից։ Եվ Սփյուռքի ցագային իհարկե։ Այո, ես այստեղ մեկ հարց շատ խնդրում եմ, որովհետև հիմա մենք ապրում ենք եւ մեր հնդածս պատմությունը խեղաթյուրվում է։ Պարոն Ժանկոչյան, տեսեք ինչ են ասում, ասենք, այս իշխանությունները մեկ-մեկ ասում են արցախցիները չեն կռվել, մյուս կողմից ասում են դե հայ Արցախի ազատագրական պայքարին Սփյուռքը ինչ է մասնակցել, որ 1, 2, 3 հոգի։ Մենք կարող ենք ասել, որ Արցախի ազատագրական պայքարը, Արցախի ազատագրական պայքարը իրականում համահայկական էր եւ հայ ժողովուրդը Արցախում, Հայաստանում, Սփյուռքում միասնաբար պայքարեց եւ հետ բերեց մեր կորցրածը։ Կարող ենք չէ՞ այդպես ասել վստահաբար։ Դուք հիմա ասեք, ձեզնից եմ ուզում լսել այդ խոսքը։ Ես շատ գոբիտ կասեի, բայց չեմ ուզում աղդոտ բաներ ասել այս օրերի հետ կապված։ Իսկ այդ ասողները հենց այդ մարդիկ էին, որ Մոնտեզովելից հետո եւ այսօր աղավաղել, որ հասնին իրենց նպատակներին, բաժանե դիրես։ Այս ամեն ինչ իրար հետ կապված է։ Սրանք 2008 թվականից հետո գիտեք, դեպքերի հետ կապված, այդ 10 զոհերը, բաները, այնայություն բան, հետո Արցախի հետ կապված։ Մարտի 1-ը նկատի ունեք։ Այդ բոլորը դրսի պատրաստվածքն էր Մարտի 1-ը 2008-ի, հա? Որպեսզի Հայաստանը ներսից թուլանար։ Ինքը այդպես է նպատակը, բայց չաճողվեց, հետո նորից վերանդրվեց, բան, ասել ուզեմ, պլանը փոխվեց, ծևը փոխվեց,
ներքին բարակտումով դու գնաս ավելի հեշտ գործերը տանել բան, այդպես ներքին բարակտումներով սկսամ Մանվելի դեմ, Մանվելի մաչքի լույսը չէր, իմ մարտական ընկերն էր, բայց Մանվելը որպես տղամարդ, որպես զինվոր, ինքը իր գործը արած մարդ էր։ ԵԿՄ վարչության նախագահ։ Ինքը երբեք դուշոնկա գողացող չէր, բայց այնպես արեցին, որ նենգաբար մարդուն վարկապեգեցին, սպանեցին։ Ինչու էր դա արվում, որ թուլանար ի սկզբանե հայկական ոգին։ Բանակը բարակտել։ Իրեք դուք բանակի ստեղծման ակունքներում կանգնած մեր զինվորականներից եք։ Ես 18 թվին, ուրեմն ես միշտ ամեն տարի այստեղ գտնվեմ, կգնամ բոլոր սահմանները, բան, ես իմ ծանոթներն են, մարտական ընկերներ են, հիմա հրամադարներ են, բան են, կապ չեն հետի, գնում եմ զորամասեր եմ մտնում, հասնում եմ ոնց է, բան, գնում եմ առաջիկից, նայում եմ ինչ։ Հիմա էլ։ Առաջ, հիմա չեմ գնում, առաջ, մինչև 20 թվական։ 18 թվին գնում եմ Մարտունի երկրորդ զորամասերը, բան, այցություններ եմ անում, տեսնում եմ սահմանի վրա հրամադարների հետ նստում ենք, խոսում ենք, գցում բռնում ենք, ինչ պետք է արվի, ես օգնում եմ այն ժամանակ շատ բաներով։ Արևային մարտկոցները է դնում տարբեր, ինչ որ այդ հիմա այնտեղ կարևոր չէ արած գործերս։ Ես հրամադարների հետ հարց է տալիս, իրենք պատասխանատում են կորեկտ, գիտեն չեն, սուտ չեն գնա խոսել ինձ։ Ես կանի ես այն գաբերս ունեմ, իմանամ։ Ինձ է վատնում են այսա մարտիրոս, այս խնդիրների արջև ենք, բան, այսքանով պետությունը օգնում է, էսի մնացել է, ես փորձում եմ, որ գիտեմ մեթոդներ կա, որ այս ուրիշներից առնեմ բերեմ այստեղ օգուտ տա այս մասին, շատ կարևոր է բան, ու անում է։ 18 թվից հետո, որ այդ հրամադարներին բոլորին փոխեց, այդտեղից սկսավ թեման Արցախը հանձնելու։ Իրենք հաստատ եկել էին 18-ին Արցախը հանձնելու համար։ Անպայման։ Սա մեծ հակահայկական ծրագրի մի մաս էր։ Բանակը բարակտելն էր առաջինը։ Չէ, ավելի հայրենասիրական մտահղացումները մարդկանց մեջ ճարտել, նախկին ներկա եւ բանակային հոգեբանությունը քանդել։ Ումից կսկսի բանակային ղեկավարներից կամաց ներքին օղակներ հասնում եւ այդպես եղավ եւ մենք 20 եւ ես զգուշացրել էի Սերժի ժամանակ ինչ հնարավոր է լինի եւ 18-ից հետո է այսինքն դուք Սերժ Սարգսյանին զգուշացրել եք որ նման իրավիճակ կարող է լինի նման թիմ կարող է գալ ուղարկել էինք մենք գիտենք դուք շատ անուններ չի տալիս ասում դուք շատ տայրահեղ եք այդ թեմաներով Հա, չէ, երևի չէին պատկերացրել, որ կարող էր, հա, նման բան լինել։ Հիմա ասում են դուք եք գրել սցենարիոն։ Ով է գրել սցենարը։ Ես 18 թվից ես խոմ։ Ինչ որ ասել եմ եղել է։ Հա։ Այսինքն, պարոն Ժանկոչյան, մի փոքր այստեղ շատ կարևոր հանգամանք է, որովհետև մինչև հիմա դեռ խոսում են մասին, սրանք հատուկ են բերվել, թե ժողովուրդը իսկապես այնքան էր ատում նախկիններին, որ գնաց, գուցե այդ բոլորը միասին կա, բայց մենք հստակ պետք է մեր ժողովուրդը հստակ պետք է մի բան հասկանա։ 2018 թվականին բերվել են մարդիկ իշխանության, որպեսզի ինչ անեն, պարոն Ժանկոչյան, Արցախը հանձնեն, ինչը հանձնվեց հետո Հիմա արդեն հայրենիքից սահմանից քանի 100 կիլոմետր քառակուսի դարած Տշնամին ցերկն է, ոչ մեկ մասին չի խոսում։ Հիմա էլ Արցախից հետո Հայաստանն են հանձնում։ Ինչ են անում։ Զանգեզուրի Միչանսկի խնդիրը դրել են այստեղ Ալիևին եթե նայես բանով քարտեզը նայում ես իրենց ոնց որ Իսրայելն է անում բայսինցիները հետ, նույնը Ալիևն է անում իրենց զինվորներին գերակրում այնպես, որ Երևանը քարոզում է ամեն ինչ, այնտեղ հայեր չի գան, այնտեղ քոչվորներ են, ճիշտ որ իրենք են, մեր վրա են տապում։ Հիմա տարբեր բաներ կան, այս հոգեբանական պատերազմը։ Միայն այս բան։ Չի բայց պատրաստում իր նպատակը մեծ է։ Զանգեզուրը եւ այստեղ հայտյունը թող այստեղից գնա։ Ոնց որ Լորանս Արաբիայի բանը, պլանները։
Եվ իրենց օգնում է Հայաստանի ներկայիս իշխանությունը։ Անպայման։ Խաղաղության պայմանագիրն ինչ է։ Հանձնվել։ Խաղաղություն չկա այդտեղ։ Այդ թղթով չի կարող։ Դա հանձնվելս է լա։ Մանիպուլացնում է Նիկոլ Փաշինյանը։ Մանիպուլացնում է, խաղաղություն, ինքը պայմանագիրը վաղը միսօրը իրացնի, սահմանադրություն փոխի այստեղ, ցեղասպանության հարցը լուծի, սահմանների հարցը դեմարկացիա ինչ գիտնամ ինչի անունի դա, այս ամենը, այս ամբողջը տադրոն է։ Ինչ որ մեր պետություն քեզ թուղթ է տալիս, որ ստորագրես, կապ չունի դա։ Ինչ հարց է։ Թուղթ է։ Բայց այդ թղթի կետերով էլ Ֆրեմյան այգին թուղթը հիշի։ Սա ամբողջ թուղթեր են, որ կարող է այնտեղ մի հատ վարչապետ փոխվի կամ պրեզիդենտ փոխվի, այդ թուղթը ոչինչ դառնա։ Հա, բայց եթե մենք այսպես զիջում ենք, ուր կհասնենք, անգամ իրենից հետո էլ հնարավոր չի լինի, չէ՞ վերականգնել։ Եթե այդպես շարունակվի։ Դրանց նպատակը դա է։ Ինչպես ենք։ Մարդկանց հիասթափեցնեն, զզվեցնեն եւ հասնեն իրենց նպատակին։ Պարոն Ժամկոչյան, հիմա տեսեք սահմանին անդադ կրակում է Ադրբեջանը, Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը վերջերս նաև հրապարակավ հայտարարեց, որ ինքը հայտարարել է, որ հայ զինվորը չպետք է պատասխանի։ Եթե ես լինեի հրամադար, իմ ժամանակ երբեք այդպես բաներ չէի կարող պատահել։ Եթե ես լինեի, մինչև 18 թիվս էլ գուզեմ։ Լինում էր, այն ժամանակ ոչ թե չէր լինում, 18 թվից առաջ լինում էր, շատ դեպքեր էր լինում, բայց եթե այս կողմն էր եղել մեր թիրքի վրա, մենք ասում ենք Մարտակերտի շրջանի ղեկավարության հրամադարության, որ կոմոդից մի գործողություն կատարի։ Եվ լրացրու թշնամուն։ Հիմա մենք էդի մեր մարտավարություններ անում էին դղաներ այնտեղ թուրք հրամադար ասում մենք ցեզ վրա չենք կրակի, ինչ եք կրակել այստեղ, ասում ենք դու գնաս Մարտունի շրջանի հրամադարին գասես, հայերը մեզ բաճեցին դրա համար, իրենք վիրավոր զոհ են ունեցել, դրանք, ասում են այնտեղ չանեք մի բան, իրար հետ խրովում էին դրա համար, հեմ լրում էին, հեմ խրովում էին։ Այսինքն, երբ որ մենք պատասխանում են, պետք է պատասխանես, անպայման։ Եվ այդպես է հնարավոր միայն ուժի դեմ միայն ուժ, բայց այս մարդը երբ որ ասում է ես կրակում են ձեն մի հանեք, սա ուր կարող է տանել մեզ, դուք գործիչ եք ռազմական, այսինքն զինվորին դա անօրինություն է, չէ, անօրինականություն է զինվորին ասել չկրակել։ Համաշխարհային զինվորական օրենսդրության դեմ է։ Եվ նաև Հայաստանի Սահմանադրության, ասեմ ձեզ, որտեղ Սահմանադրության համաձայն այս պահին գլխավոր շտաբի պետն է նախ հրահանգ տվողը, բայց Փաշինյանն ասում է ես եմ հրահանգել, որ զինվորը չկրակի։ Դուք ինչ գործ ունեք ոչ պատերազմական իրավիճակում ձեզ դարձնել գլխավոր հրամանատար։ Դրա համար ինքը ներսից մաքրեց այդ բոլոր գլխավորներին, բերեց իրենց մարդկանց, որ խոցված են արդեն։ Կամակատարներ են։ Խոցված են բոլորը, խոցված ասում եմ ճակետների մեջ է իհարկե, դարբերձև է մարդ կա գնաց ֆիզիկական խոցել, կա հոգեբանական, կա ֆինանսական, դարբերձև է։ Այս սրանք խոցված մարդիկ են, որ չունեն անելիք, մինակ հրամաններ կատարեն եւ օգուտ ստանան։ Այսինքն ենթականեր են այսօր։ Ենթականեր են դրանք եւ իրանք իրենց հրամանները կատարում են։ Եվ փաստորեն դուք այն զինվորն եք, որ հիմա ես անգամ դժվարանում եմ ձևակերպեմ միտքս, փաստորեն մարդ, ով ամբողջ իր կյանքը նվիրել է հայ ժողովրդի համար, ազգային ազատագրական պայքարների մասնակից է եղել, Արցախի համար պայքարի մասնակից է եղել, հայոց ցեղասպանության ոճրագործներին համապատասխան, հա, այսպես արժանի պատիժը տվողն է եղել, հիմա դուք շարունակեմ նաև հայոց բանակը ստեղծողն է եղել, ակունքներում կանգնած անձ, եւ հիմա դուք տեսնում եք հանձնված Արցախ, տեսնում եք Հայաստանի օկուպացիա, տարածքների արդեն օկուպացիա կա հստակ, հա, Ադրբեջանը դուրս չի գալիս մեր տարածքներից, եւ այսպես ուր ենք գնալու, եւ մեր առաջ են դնում ձեր ասած թղթի կտոր խաղաղությունը, խաղաղության պայմանագիր ասվածը, որն իրականում բացարձակապես ոչինչ է, Ալիևի պահանջների կատարում է, իսկ այդ պահանջները Զանգեզուրի միջանց, 350,000 ադրբեջանցիներ, բոլորը պիտի գան տեղավորվեն Հայաստանում, միջազգային հայցերի հետ կանչ եւ այլն 12
15 կետ, բոլորը հակահայկական։ Ինչ կկատարվի մեզ հետ, եթե այդ ամբողջը իրականանան, պարոն Ժամկոչյան, եւ որպես նաեւ ձեր հարցազրույցի նաեւ ամփոփիչ հատված, ինչ պետք է անենք մենք այս ամեն ինչին դիմագրավելու համար։ Այդ ամեն ինչի դիմագրավելու համար պետք է փոփոխություն լինի։ Այստեղ Իշխանության հեռացում։ Դա է մնում այս բանին, քանի որ ես իմ կարծիքն է սպառված է արդեն։ 7 տարի ինչ արեցին, 7 տարի։ ԿՊ-ն սպառված է Փաշինյանի ղեկավարությամբ։ Հիմա ոնց որ ասած ժողովրդական ասած լեզվով յուղ է վարում հիմա։ Այսպես է գալիս։ Երեք դերվի տեսական Եթե ոչ 360 աստիճան պետք է բդդվին, մեզ աբացուցեն։ Բայց իր տերերը դա թույլ կտան։ Թող իրենք մտածեն։ Ովքեր որ նրանց բերել են երկիրը մեր քանդելու համար։ Եթե ուզում են իրենք սրբակվել, սրբազատվել, բոլորովին իրենց քայլերից դա չի երևում, պարոն Ժամկոչյան, հիմա վաղը ապրիլ 24-ն է։ 110-րդ ամյակն է եւ 110-ամյակի նախաշեմին այս մարդիկ անում են հայտարարություններ, որով ուղղակիորեն ուրանում են հայոց ցեղասպանության փաստը։ Հայտարարում են, որ հայոց ցեղասպանությունը փաստը չկա հայոց քաղաքականության օրակարգում։ Ինչ ենք անում մենք հայերս։ Փողոց նրանով է սկսում, ոնց որ ինքը սկսավ, դրանով պետք է սկսի։ Ունենք ներուժը այդ։ Ժողովուրդը ես կարծեմ հասկանում է, բայց ինքն իր մեջ չի գտնում, իրենք ես կսեմ ժողովրդի մի մասն է, որ խոցված է այդ կողմից, ունի շահեր, աշխատանք, չգիտեմ ինչ, բան, այդ ռիսկի չի գնում, գործընծնեմ, բան, այսպես բաներ, բայց ես կարծեմ, այդպես շարունակի հայրենք ես գործընծնում, այն մարդ գնա մի բան արա։ Ամփոփիչ խոսքում ինչ կասեք հայ ժողովրդին ուղղելով ձեր խոսքը։ Բայկարը պետք է շարունակվի, բայկարը ինչքան ժամանակ մի ազգ որ իր իրավունքների դեր չի գանում, ուրիշն է գանում դեր։ Դրա համար մենք պետք է այնպես անենք, որ մեր բայկարը լինի ոնց ասած ոչ նվաստացուցիչ կարգավիճակով բայկար լինի, այլ լինի բայկար տղամարդու պես, ազգի պես, ժողովրդի պես, միանան իրար եւ վերջ տանես ամեն ինչին։ Դուք ընդդիմության ասելիք չունեք, 4 տարի փողոցով պայքարում են, չկարողացան հեռացնել։ Ես քաղաքականության մեջ չեմ սիրում քաղաքականությունը։ Բայց իրենք անելիք ունեն, չէ՞ ճիշտ տեղյակ եմ այդ ամեն ինչից, բոլորին գիտեմ։ Իրենց ղեկավարներին գիտեմ, ինչև այսօր ինչ են անում, հիմակվաններն ա գիտեմ, բայց բոլորը ասում են շամ մի ոչը մի սևոդակն, այդպես մարդիկ են սրանք։ Ես չեմ հավատում։ Ես որ իրենց հետ հանդիպում եմ, խոսում եմ, ես իրենցից չեմ, բայց բոլորի հետ հանդիպում եմ, խնդիր չի գա։ Իրենք այն ճանաչում են, հանդիպում են, խոսում են, այսօր այդ չեմ ուզում քայլեմ, նրա այդ չեմ ուզում քայլեմ, ախպեր ջան, հավատվեք, այն ապի 24-ն է, լավ արի տաճեզը, ելեք բոլորը մեկ այսօր վաղը վերջացրեք հարցը։ Չեն անում, քանի շահեր ունեն, հարցեր ունեն, մեկը դեմոկրատիա խաղում, մյուսը սոցիալիզմը խաղում, չգիտեմ, հին բաղմությունները հիմա նոր ձևեր ուղղակի։ Մի հարց էլ տամ եւ ավարտենք, հա, Փաշինյանի հեռացման հարցում տարբեր այսպես եղանակներ, մեթոդներ են ասում, նախ ինքը հեռացող չի երբեք, իրեն ինչ որ տարբերակներով պետք է հեռացնել, բայց այստեղ կա հետեւյալ խնդիրը, արդյոք իր թիկունքին չկան հստակ կանգնած ուժեր, արտաքին ուժեր, օրինակ Թուրքիան, Ադրբեջանը, դրանք որ տեսանելի են, այն մյուսները գուցե վարակույրից անդին են գործում, բայց հենց այդ ուժերն է, որ թույլ չեն տալիս նրա հեռացումը եւ գուցե հենց այդ ուժերն է, որ մենք չենք կարողանում հաղթել, հնարավոր է կա այդ հանգամանքը։ Եվ որ դու ղեկավար ես, օրինակ Փաշինյանի կարգավիճակով, ես կասեմ ինքը դրսից կառավարվում է։ Բայց բոլորի կողմից գրեթե վստահություն գործընծրել է։ Բայց մի քանի մասը ֆինանսավորում է իրեն, ֆինանսներով,
օգնում է, որ ինքնա պաշտպանվի, չեն եկա հոշոտվի, դրանից եմ վախենում, որ հոշոտվի, ձերքից կնա, պլանները, բան, գիտենք ով է տալիս էդի, բայց ահան չենք տա, այդ ամեն ինչը իրար հետ պլանավորված, Փաշինյանը 26 տիվին հնարավոր է իշխանափոխություն լինի այստեղ եկող դարի, բայց էլ իրենցից մեկին բերեն, գերբարափոխված իհարկե անունը դարբեր, փորձ են բերել եւ նույն այդ ամբողջ դրված բաները քիչ-քիչ անի, դարբեր ձևով անի։ Այսինքն Փաշինյանը որպես այդպեսին կարող է գնա, ինչպես ասում են մավրն արեց իր գործը, մավրը կհեռանա, կգա իրենց գործի շարունակող, այ դա շատ վտանգավոր է, դա պետք է կանխել։ Ավելի վտանգավոր է, դրա համար եմ ասում, որ պետք է արմատական փոփոխություն լինի, մինակ դա կփրկի։ Արմատական փոփոխությունը ասելով ստեղծվի ժամանակավոր կառավարման համակարգ եւ ժողովուրդը որոշի ինչ է ուզում։ Այսինքն մենք այսօր կոնկրետ առաջնորդ չունենք։ Կա, բայց չեն ուզում մասնակցել։ Օրինակ ինձ ժամանակին ասում են արի քեզ դեպուտատ սարքենք, բան, արի մեզ այդ դեպուտատ դարձի, բան։ Ես կանգնա մի օր մի քիչ իրոնիայով այսպես ասեմ, ասեցի ահա խորհրդարանում այսքան ինձի պես ներկայացուցիչներ կան դե մանվելը, մյուսները, բան այսպես ասում եք ինձ ադանեք են դե փճացնեք։ Բայց ժողովրդին առաջնորդ պետք է։ Առաջնորդ պետք է, այո, հա։ Ես հրետոր չեմ, ես հրետավարությունից շատ հեռու եմ։ Բայց հրետորները հաճախ շատ են խանգարել մեզ։ Հրետորներ մեզ պետք չեն, մեզ պետք են գործի մարդիկ։ Ես շատ խոսալը չեմ սիրել, այսօր ամփոփեցինք այդ ամեն ինչը, մի քիչ շատ բան արեցինք, շատ խոսալ չեմ սիրել, սեմ գործը։ Եթե գործը գա անենք։ Մեզ գործն է պետք, պարոն Ժամկոչյան, մեր երկիրը փրկության կարիք ունի։ Բայց լավ իմացեք, ժողովրդին ասում եմ, մարդիկ կան, մինակ հիմա իրենքը չեն գահում կողմնորոշել, ինչպես անեն, բայց կա մարդիկ գծել են նույնիսկ այդ ճանապարհը, բայց կսպասենք, որ մեկը որ իրենց ղեկավարի ճանապարհ ցույց տա։ Հուսամ, որ այդ տեղի կունենա եւ մենք կկարողանանք փրկել մեր պետությունը։ Մեր սուքը հավերժ չէ, միտքից տանի։ Մեր սուքը հավերժ չէ։ Չէ։ Շնորհակալ եմ ձեր լավատեսության համար, բայց վստահ եմ, որ այդ լավատեսությունը հիմքեր ունի, պարոն Ժամկոչյան։ Շնորհակալ եմ, որ դուք համաձայնեցիք, ընդունեցիք իմ հրավերը եւ այսօր կայացավ մեր առաջին հանդիպումը։ Ես ացեր հաղորդման, ինչ ասեմ, հավաքույն մաղթանքներս միշտ հաջողություններ ունենան։ Շնորհակալ եմ եւ ես կարծում եմ, որ առաջին անգամ չեք դուք լինելու իմ հյուրը, մենք հաճախ կտեսնվենք։ Շնորհակալ եմ շատ։ Վերհիշեցնեմ իմ հեռուստադիտողներին, այսօր մենք տաղավարում ունեի մի հրաշալի հյուր, հրաշալի մարդ, Մարտիրոս Ժամկոչյանն էր իմ հյուրը, հայ ազատագրական պայքարի մարտիկ, նախկին քաղբանտարկյալ, Արցախյան ազատամարտի մասնակից, 44 օրյա պատերազմի մասնակից, հայոց բանակի փոխգնդապետ եւ նախկին քաղբանտարկյալ, մեր շարքը պետք է այսպես շարունակել, այո, շարունակության մեջ նաեւ հիշեցնեմ հայոց բանակի ակունքներում կանգնած, հայոց բանակի ստեղծման գործում մեծ գործ արած Մարտիրոս Ժամկոչյանն էր այսօր իմ հյուրը, լավ եղեք, կհանդիպենք։